Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10: Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան և եկել ենք քո հետևից»: Հիսուս պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար, կամ ավետարանի համար, և այժմ այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա, տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ, հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է, հավիտենական կյանք: Սակայն շատեր, որ առաջինն են, պիտի վերջին լինեն, իսկ վերջիններ՝ առաջին»: Եվ Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա էին: Հիսուս աշակերտներից ավելի առաջ էր գնում, իսկ նրանք, որ նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եվ նա նորից վերցնելով 12-ին, առանձին սկսեց ասել նրանց, թե ինչ բաներ պիտի պատահեն իրեն. «Ահա ելնում ենք Երուսաղեմ, և մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին ու օրենսգետներին, և նրան մահվան պիտի դատապարտեն, ու հեթանոսներին պիտի հանձնեն, նրան պիտի ծաղրեն, նրան պիտի ծեծեն ու նրա վրա պիտի թքեն, և պիտի սպանեն, և երրորդ օրը նա հարություն պիտի առնի»: